Անդամալույծի բժշկումը։ Օրեր հետո, երբ Հիսուսը դարձյալ Կափառնայում մտավ, լուր տարածվեց, թե տանն է, և շատ մարդ հավաքվեց, այնպես, որ այլևս տեղ չմնաց, ոչ իսկ դռան առջև։ Հիսուսը նրանց քարոզում էր Աստծո խոսքը։ Նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որին տանում էին 4 հոգով։ Երբ ամբոխի պատճառով չկարողացան նրան մոտենալ, քանդեցին երդիկը, բացեցին առաստաղը և անդամալույծին իջեցրին Հիսուսի մոտ։ Տեսնելով նրանց հավատը, Հիսուսն ասաց անդամալույծին. «Որդյակ, քո մեղքերը քեզ ներված են»։ Այնտեղ նստած դպիրներից մի քանիսն իրենց մտքում խորհում էին. «Սա ի՞նչ է խոսում, սա հայհոյում է, ով կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ միայն Աստված»։ Հիսուսն իր հոգում իմացավ, թե ինչ են նրանք մտածում, և ասաց. «Ինչու եք ձեր մտքում այդպես խորհում, ո՞րն է ավելի դյուրին, անդամալույծին ասել՝ քո մեղքերը քեզ ներված են, թե ասել՝ վեր կաց, առ մահիճդ և գնա քո տունը։ Բայց որպեսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի ներել մեղքերը, ասաց նա անդամալույծին, քեզ եմ ասում, անդամալույծ, վեր կաց, առ մահիճդ և գնա քո տունը։ Անդամալույծը վեր կացավ, անմիջապես վերցրեց մահիճը և բոլորի աչքի առաջ դուրս ելավ, այնպես, որ ամենքը զարմացան և փառք էին տալիս Աստծուն, ասելով. «Այսպիսի բան երբեք չեն տեսել»։ Այժմ փորձենք վերլուծել աստվածաշնչյան այս պատումը։ Առաջին հրաշքը հետևյալն էր. նա քավեց անդամալույծի մեղքերը։ Սա մի ծածուկ հրաշք էր, որ մարդկային աչքերով տեսանելի չէ։ Հիսուսը կատարեց այն՝ ուսուցանելու համար, որ մեղքն ամենից մեծ չարիքն է։ Հետևաբար, մարմնի հիվանդություններից առաջ պետք է դրանցից ազատվել։ Այս հրաշքն անդամալույծին տվեց հոգու խաղաղություն և ապահովություն, իսկ ներկա եղող փարիսեցիներին կասկած ներշնչեց և առիթ տվեց դատաստան տեսնել Քրիստոսի հետ։ Նրանք կասկածեցին Քրիստոսի սրբությանն ու զորությանը և մեղադրեցին Աստծո իշխանությունն իրեն վերագրելու հանցանքի մեջ։ Նրանք չկարողացան ըմբռնել, որ Հիսուսն Աստված է և կարող է կարդալ նրանց հոգիները բաց գրքի պես։ Երկրորդ հրաշքն այն է, որ նա պապանձեցրեց փարիսեցիներին և հայտնի դարձրեց նրանց սրտի գաղտնիքները։ Այսինքն՝ երևաց, որ Քրիստոս կարող է կարդալ մարդկանց գաղտնի մտքերը։ Եվ այդ ժամանակ փարիսեցիներն ամոթահար լռեցին։ Սա օգտակար դաս է բոլորիս համար։ Պետք է գիտենանք, որ Հիսուսը կարդում է մեր մտքերը և գիտի մեր ծածուկ մեղքերի մասին, և վատ արարքներն ու չար ցանկությունները պիտի հայտնի դառնան վերջին դատաստանի օրը։ Երրորդ հրաշքը հետևյալն էր. այն զարմացրեց ժողովրդին և փաստեց, որ Հիսուսն Աստված է և քավում է մեր մեղքերն ու ճանաչում գաղտնիքները։ Հիսուսն անդամալույծին հրամայեց, որ նա ոտքի ելնի, վերցնի իր մահիճը և քայլի բոլորի առջև։ Կատարվածից բոլորն ապշեցին, սակայն անմիջապես ուրախացան և փառաբանեցին Տիրոջը, ասելով. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»։ Աստվածաշնչյան հաջորդ պատումը, որ պիտի ներկայացնեմ, կոչվում է «Ի ծնե կույրի բժշկությունը»։ Ահա Աստվածաշնչի բնագիրը. «Եվ մինչ անցնում էր, տեսավ մի կույր մարդու։ Աշակերտները հարցրին նրան. «Վարդապետ, մեղքն ումն է, որ կույր է ծնվել, սրա՞նն է, թե իր հորն ու մորը»։ Հիսուսը պատասխանեց. «Ոչ դրա մեղքն է, ոչ էլ իր հորն ու մորը, այլ որպեսզի դրա վրա Աստծո գործերը հայտնի լինեն»։ Երբ այս ասաց, թքեց գետնին, թքով կավ շինեց, կավը ծեփեց կույրի աչքերի վրա և ասաց նրան. «Գնա, լվացվիր Սիլովամի ավազանի մեջ»։ Կույրը լվացվեց, եկավ և տեսնում էր։ Օրը շաբաթ էր, երբ Հիսուսը կավ շինեց և նրա աչքերը բացեց։ Փարիսեցիները կրկին հարցրին կույրին. «Ինչպե՞ս ես տեսնում»։ Եվ նա ասաց. «Կավ դրեց աչքերիս վրա, ես լվացվեցի և տեսնում եմ»։ Եվ հրեաները չէին հավատում,
թե նա կույր էր և տեսնում էր, մինչև որ կանչեցին աչքերը բացվածի ծնողներին և հարցրին. «Սա է ձեր որդին, որի մասին ասում էին, թե կույր ծնվեց, իսկ այժմ ինչպե՞ս է, որ տեսնում է»։ Ծնողները պատասխանեցին. «Գիտենք, որ նա մեր որդին է և որ նա կույր ծնվեց։ Բայց թե ինչպես է, որ տեսնում է, կամ թե ով բացեց նրա աչքերը, մենք չգիտենք, հարցրեք իրեն։ Ինքն արդեն չափահաս է, իր մասին թող ինքը խոսի»։ Նրա ծնողներն այսպես ասացին, որովհետև վախենում էին հրեաներից, որոնք երդվել էին, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, կհեռացվի ժողովարանից։ Կրկին կանչեցին կույրին և ասացին. «Աստծուն փառք տուր, մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»։ Իսկ նա ասաց. «Եթե մեղավոր է, ես չգիտեմ, բայց այն գիտեմ, որ կույր էի և հիմա տեսնում եմ»։ Դարձյալ հարցրին նրան. «Ինչ արեց նա քեզ հետ, ինչպես բացեց քո աչքերը, մենք գիտենք, որ Մովսեսի հետ Աստված էր խոսում, իսկ սրան չենք ճանաչում, թե որտեղից է»։ Մարդը պատասխանեց նրանց. «Զարմանալին էլ այն է, որ դուք չգիտեք, թե նա որտեղից է, և սակայն իմ աչքերը բացեց։ Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է և կատարում է նրա կամքը, Աստված լսում է նրան։ Եթե այդ մարդն Աստծուց չլիներ, որևէ բան անել չէր կարող»։ Նրան պատասխանեցին. «Ամբողջովին մեղքի մեջ ես ծնված և դու մեր գլխին վարդապե՞տ ես դարձել»։ Եվ նրան դուրս հանեցին։ Հիսուսը լսեց, որ նրան դուրս են հանել, և երբ նրան գտավ, ասաց. «Դու Աստծո որդուն հավատո՞ւմ ես»։ «Հավատում եմ, Տեր», և երկրպագեց նրան։ Այժմ փորձենք վերլուծել աստվածաշնչյան այս պատումը։ Նախ փարիսեցիները կասկածեցին, թե տվյալ մարդը կույր էր։ Հիսուսը կասկածից վեր մի հրաշք կատարեց, սակայն փարիսեցիները չհավատացին նրան, որովհետև նախանձն ու հպարտությունը կուրացրել էին նրանց հոգիները և թուլացրել հավատքը։ Ուստի սկսեցին միջոցներ փնտրել, որ հրաշքը ժխտեն։ Նախ կասկածեցին, թե մարդը կույր է եղել ու մեղադրեցին նրան, թե կույր ձևացավ ու խաբում է մարդկանց։ Սակայն նա պնդեց, որ կույր է եղել և բժշկվել է։ Դրանից հետո կանչեցին նրա ծնողներին, որ իսկությունն իմանան։ Երբ նրանք էլ հաստատեցին, թե իրենց զավակը կույր է եղել, փարիսեցիներն առաջ քաշեցին այլ առարկություններ։ Փարիսեցիներն առարկեցին, որովհետև Հիսուսը շաբաթ օրը հրաշք գործեց։ Շաբաթ օրով այդպիսի գործն արգելված էր։ Ուրեմն Հիսուսը մեղանչել էր, այսինքն ըստ նրանց կարծիքի դա սատանայի խաբեությունն էր, ոչ թե Աստծո գործը։ Փարիսեցիները դիմեցին ստի և խարդախության։ Որոշեցին նորից հարց ու փորձ անել կույրին, հուսալով, որ նա հակասական պատասխաններ կտա և ի հայտ կգա Հիսուսի խաբեբայությունը, հետևաբար հրաշքի սուտ լինելը։ Սակայն կույրը հասկացավ նրանց չար մտադրությունը և ձախողեց նրանց ծրագրերը։ Դա պատճառ դարձավ, որ նրան հեռացնեն ժողովարանից, որպեսզի կատարված հրաշքն իրենց աչքի առջև չլինի։ Աստվածաշնչյան այս պատումը սովորեցնում է նաև, որ նախանձն ու հպարտությունը կուրացնում են մարդուն, սակայն մարդն ինչ էլ անի, չի կարող մարտնչել ճշմարտության դեմ։ Պետք է հավատալ Աստծուն, որպեսզի վայելենք նրա բարիքները։ Այսօրվա համար այսքանն էի պատրաստել։ Եթե ձեզ դուր եկավ տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ու հետաքրքիր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենաք։